Խնդրահարույց կոյուղատարների վերակառուցումը շարունակում է մնալ Veolia ջրընկերության առաջնահերթություններից մեկը։ Հրատապ ծրագրերի շրջանակում աշխատանքներ են իրականացվում այն հատվածներում, որտեղ տարիներ շարունակ խցանումներն ու մաշված խողովակաշարերը խնդիրներ են ստեղծել բնակիչների և համակարգի բնականոն աշխատանքի համար։ Շենգավիթ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում Veolia ջրընկերությունը սկսել է կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ։ Դեռևս խորհրդային տարիներին այստեղ կառուցվել էր 2-500 մմ տրամագծով կոյուղատար։ Սակայն տարիների ընթացքում դրանցից մեկը վնասվել է և կեղտաջրերի հեռացումն իրականացվել է միայն մեկ գծով։ Արդյունքում պարբերաբար առաջացել են խցանումներ, որոնք տարածվել են մինչև Մանանդյան և Արարատյան փողոցներ։ Խնդիրը լուծելու նպատակով սկզբում նախատեսվում էր վերանորոգել երկու կոյուղատարների միջև ընկած հատվածը։ Սակայն մոտ 5 մետր խորությամբ խրամուղու բացումից հետո պարզվել է, որ խողովակաշարը ամբողջությամբ կոտրված և խցանված է, ուստի այն վերանորոգել հնարավոր չէր։ Արդյունքում որոշում է կայացվել վերակառուցել չգործող 500 մմ տրամագծով կոյուղատարի վնասված հատվածը, վերջնականապես լուծելով փողոցի կեղտաջրերի հեռացման խնդիրը։ Եկավ մի հատ ժամանակ, որ ընդհանրապես հնարավոր չեղավ խցանումը վերացնել, ինչը խնդիրներ էր առաջացնում առավելապես Մանանդյան փողոցի շենքերի 21, 23, 25, 11 շենքերում ունեինք շատ մեծ խնդրեմ։ Որոշում կայացվեց այդ միջանկյալ միացումը երկու խողովակների վերանորոգվի։ Պետք է վերանորոգվեր մոտ 5 մետր հատված երկու դիտահորերով, մոտ 5 մետր խորությամբ։ Նախնական քանդումը այնտեղ կատարվեց փոսորակի, միջանկյալ հատվածի և դիտահորերի վերանորոգման նպատակով։ Անհրաժեշտություն եղավ նախկինում գործող դեռևս սովետական տարիներից կառուցված և երևի 90-ականներին վնասված 500 մմ կոյուղատարի վերակառուցում, որը Բագրատունյաց 3-րդ նրբանցքից մինչև Արարատյան փողոցի խաչմերուկ մոտ 200 մետր։ Աշխատանքների ավարտից հետո կապահովի Մանանդյան և Հովսեփյան փողոցների, ինչպես նաև Բագրատունյաց 3-րդ և Արարատյան առաջին նրբանցքների կոյուղատարների անխափան աշխատանքը։ Նմանատիպ խնդրի լուծում է տրվում նաև Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Առաքել Մովսիսյան հրապարակի հարակից տարածքում կոյուղատար համակարգի մի հատված երկար տարիներ համարվել է խնդրահարույց։ 250 մմ տրամագծով կոյուղատարը տվյալ հատվածում անհասկանալի նախագծային լուծման պատճառով շարունակվել է ընդամենը 133 մմ տրամագծով մետաղական խողովակով։ Տրամագծի նման կտրուկ փոփոխությունը չէր ապահովում կեղտաջրերի բնականոն հոսքը, ինչի հետևանքով պարբերաբար առաջանում էին խցանումներ և արտահոսքեր։ Խողովակաշարը գոյություն ունեցող 300 մմ-ը 60 մետր հատվածում ամբողջությամբ կոտրված և քայքայված վիճակում էր, և դա էր պատճառը, որ ոչ միայն այստեղից էր արդեն կոյուղատար համակարգը դուրս տալիս, այլ նաև գետի հակառակ կողմից էր կոյուղատար համակարգը տեղ չուներ այլևս դեպի ներքև գնալու, ուռում էր, խցանվում էր և գալիս էր այս հատվածից կրկին դուրս էր տալիս։ Բացի այդ, Արարատի մարզի քաղաքներում կոյուղատար համակարգի սպասարկումը բարդանում է նաև տեղանքի առանձնահատկություններով։ Հարթավայրային ռելիեֆի պայմաններում կեղտաջրերի բնականոն հոսքը ապահովելը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Օրինակի համար մենք կայունացենք մի այնպիսի տեղում, որ այստեղ կոյուղագծի խորությունը հենց այս դիտահորը, որ բացենք 1 մետր խորության վրա է, ընդամենը այստեղից քաղաքի վերջնամասում արդեն քաղաքից դուրս գալուց 4 մետր 40 սանտիմետր խորությամբ կոյուղագիծ ունենք արդեն, որ պատկերացնեք, ու եթե ինչ-որ մի դեպք լինում է, որ այդ կոյուղագիծը այնտեղ խցանվում է, բնականաբար դա արդեն շատ բարդ աշխատանք է ինքը իրանից ներկայացնում։ Խնդրի երկարաժամկետ լուծման նպատակով Veolia ջրընկերությունը սկսել է համակարգի վերակառուցումը։ Աշխատանքների շրջանակում 40 մետր խողովակաշարը փոխարինվում է 250 մմ, իսկ հաջորդ 60 մետրը 400 մմ տրամագծով նոր խողովակներով։ Նոր կառուցվող կոյուղագիծը կառուցելով այնտեղից գալու ենք հասնենք այս դիտահորը, այս դիտահորից մինչև մյուս այն երևացող դիտահորը մենք 2021 թվականին մենք այս հատվածը այստեղից այնտեղ մոտ 20 մետր հատված 300 մմ խողովակաշարով արդեն իսկ փոխարինել էինք, սակայն դրանից հետո տարիների ընթացքում պարզվեց, որ այդ հատվածից դեպի Առաքել Մովսիսյան հրապարակ կոյուղագիծը ամբողջությամբ արդեն քայքայվել և վթարվել էր և այլևս հնարավոր չէր շահագործում իրականացնել։ Դա էր պատճառը, որ մենք արդեն այս երևացող հատվածից
միջև Առաքել Մովսիսյան հատվածը 400 մմ-անոց խողովակաշարերով կառուցեցինք։ Ծրագրի ավարտից հետո Առաքել Մովսիսյան հրապարակից դեպի քաղաքի վերին հատված խցանումների պատճառները կվերացվեն, կբարձրանա կոյուղատար համակարգի թողունակությունը, կկարգավորվի կեղտաջրերի հոսքը եւ զգալիորեն կնվազի արտահոսքերի վտանգը։ Սակայն նույնիսկ նոր համակարգի արդյունավետ աշխատանքը կախված է նաև դրա ճիշտ շահագործումից։ Կոյուղատար ցանցը նախատեսված է բացառապես կեղտաջրերի հեռացման համար, եւ դրա ոչ նպատակային օգտագործումը կարող է կրկին խցանումների պատճառ դառնալ։ Հետևաբար յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել կատարված աշխատանքի արդյունքը եւ ապահովել համակարգի երկարատև եւ անխափան շահագործումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։